Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է Ռուսաստանի գործընկերների հետ օրերի թիվը 180-ի հասցնելու նպատակով։ Հարցը ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։ Այս մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը։ Վարորդները արդեն սպառել են կամ շուտով կսպառեն Ռուսաստանում գտնվելու օրինական 90-օրյա ժամկետը։ Դրանից հետո նրանք կարող են հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում։ Բեռնափոխադրողները կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի հետ եւ 90-օրյա ժամկետը դարձնել 180 օր։ 2025-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5.275.946 հաճախորդ։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ այս թիվը աճել է 406.386-ով կամ 8.3%-ով։ Նրանցից 5.052.439 ֆիզիկական անձինք են, իսկ 223.507-ը իրավաբանական անձինք։ Տվյալները ներկայացնում էր վիճակագրական կոմիտեն։ Եվրամիության դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության հնգամյա բյուջեն կազմում է մոտ 200 միլիոն եվրո, որից 65 միլիոնը դրամաշնորհային, իսկ 135 միլիոնը վարկային միջոցներ են։ Նախաձեռնության նպատակն է խթանել Սյունիքի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացումը։ 2023-ից ի վեր Սյունիքում ստեղծվել կամ պահպանվել է 95 աշխատատեղ, բացվել է 56 նոր ՓՄԶ եւ ստարտափ։ Աջակցություն է ստացել ավելի քան 120 բիզնես, կրթական ու հմտությունների զարգացման ծրագրերից օգտվել է ավելի քան 3300 մարդ։ Հայաստանում մեկնարկել են խնամատար ծնող դառնալու դասընթացները։ Դրանք կազմակերպվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից Գերմանիայի ֆինանսավորմամբ։ Խնամատար ծնող կարող են դառնալ այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են Հայաստանում, չափահաս են եւ վերջին 5 տարիներին չեն հաշվառվել ոստիկանությունում, ընտանիքի կամ երեխայի շահերի դեմ ուղղված հանցանքի համար։ Դասընթացները անվճար են, կանցկացվեն հոկտեմբերից դեկտեմբեր։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևաթուղթը կամ զանգահարել 055 086 111 կամ 095 605 600 հեռախոսահամարներով։ Հնդկական ընկերությունը առաջիկա 4 տարիներին Վրաստանում մոտ $50 միլիոն կներդնի նավթի արդյունահանման մեջ։ Պայմանագրից հետո Հինդուստան Սիլիկոնը պետական բյուջե կվճարի $415 միլիոն։ Նախագիծը ներառում է 7 արտադրական եւ 2 հետախուզական հորատանցքի աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Վրաստանի իշխանությունների խոսքով ներդրումը կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության եւ տնտեսական զարգացման ամրապնդմանը։ Միացյալ Նահանգների ազգային միջուկային անվտանգության վարչությունը 1400 աշխատակցի արձակուրդ է ուղարկել աշխատավարձերի վճարման համար անհրաժեշտ միջոցների սպառման պատճառով։ Մոտ 400 աշխատակիցներ էլ կշարունակեն աշխատել առանց վարձատրության, միջուկային զինանոցի անվտանգությունը ապահովելու եւ անվտանգության նվազագույն մակարդակը պահպանելու համար։ Չինաստանի արդյունաբերական արտադրությունը այս տարվա սեպտեմբերին աճել է տարեկան 6.5%-ով։ Չինաստանի մանրածախ վաճառքները նախորդ ամիս աճել են տարեկան 3%-ով։ Հիմնական կապիտալ ներդրումները հունվար-սեպտեմբերին նվազել են 0.5%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գերմանիայում գինու եւ խաղողի հյութի արտադրությունը այս տարվա արդյունքներով կազմել է մոտ 820 միլիոն լիտր։ Այս տարի եղանակային պայմանները նպաստել են խաղողի լավ բերքին։ Ռուսաստանի Դաշնությունից 3-ից 5 տարվա վտարման վտանգը բեռնատարների հայ վարորդներին ստիպել է փակել Բագրատաշենի, Գոգավանի ու Բավրայի անցակետերը։ Ռուսաստանի կառավարությունը նոր իրավակարգավորում է սահմանել, համաձայն որի 180 օրվա փոխարեն թույլատրվում է Դաշնությունում մնալ 90 օր, իսկ ժամկետը խախտողները ենթակա են վտարման 3-ից 5 տարվա վերադարձի արգելքով։ Թեման հասել է նաև ազգային ժողով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Էկոնոմիկայի նախարարն ասում է, նախնական արձագանքը դրական է, Հայաստանի մտահոգությունները կիսում է նաև Ռուսաստանը։ Իմ տեղեկություններով
Արդեն իսկ ներքին շրջանառության փուլում է Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական նախաձեռնություն, որը հենց այդ խնդրի լուծմանն է միտված։ Ռուսաստանը նոր չէ, որ սահմանել է համապատասխան իրավակարգավորումը, փորձագետները ավելի վաղ էին զգուշացնում սպասվող խնդրի մասին։ Այն փուլում, երբ որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը այդ օրը, երբ որ իմպլեմենտացիան, այսինքն մտցրել է գործողության մեջ, մենք այդ ժամանակ արդեն սկսել ենք աշխատել գործընկերների հետ եւ առաջին նամակը ուղարկել ենք։ Այնուհետև տեղի է ունեցել ուղիղ բանակցություններ, այնուհետև ստացել ենք արձագանք։ Հարցը քննարկվելու է նաև հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ նիստում։ Մինչ այդ պետք է սպասեն վարորդները։ Այնուամենայնիվ այլընտրանքային տարբերակներ առաջ քաշում է Պապոյանը։ Միջանկյալ տարբերակի մասին պարզ կլինի հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստի ժամանակ։ Կարող է նույնիսկ այնպես լինի, որ այլ միջանկյալի կարիք չլինի, մի քանի օր էլ ու արագ ինչ-որ արդեն օրենսդրական լուծում լինի։ Ազգային ժողովի ամբիոնից խոստացան հարցին լուծում կգտնվի։ Հայկական կողմին էլ այդպես են խոստացել Ռուսաստանի Դաշնությունից։ Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, սլայմեր տեսակի խաղալիքները չեն համապատասխանում անվտանգության պահանջներին։ Խաղալիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը հետ է կանչվել ու ոչնչացվելու է։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է այն քաղաքացիներին, ովքեր գնել են այս ապրանքը, վերադարձնել այն երեխաների առողջությունը պաշտպանելու համար։